Մեր վիճակագրությունը մեզ ասում է, որ օրինակ 2018 թվականի համեմատ տեղեկատվական կամ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում ավելի քան 12 անգամ մեծացել է, այսինքն աճը մոտավորապես 1225%-ով, այսինքն սա մի թիվ է, որը կարծում եմ, եթե դուք այլ տվյալ չունեք կամ նեն չի, որ իրականությունը հակառակի մասին է վկայում, սա դրամաշրջանառությունը 171%-ով աճել է, այսինքն համարյա քառապատկվել է ոլորտի դրամաշրջանառությունը, իսկ աշխատողների թիվը ոլորտի ավելի քան հնգապատկվել է։ Փաստերի ստուգման հարթակը գրավոր հարցմամբ դիմել է պետական եկամուտների կոմիտե, պարզելու պաշտոնական վիճակագրությունը։ Ըստ ՊԵԿ-ի 2018 թվականին գործել է 1507 ՏՏ ընկերություն, որոնց ընդհանուր շրջանառությունը կազմել է մոտ 138 միլիարդ դրամ, իսկ աշխատողների թիվը շուրջ 21800։ 2025 թվականին ՏՏ ոլորտում գրանցվել է շուրջ 15000 գործող ընկերություն։ Սա նշանակում է, որ ընկերությունների թիվն աճել է ոչ թե 12, այլ մոտ 9.8 անգամ։ Շրջանառությունը 2025-ին կազմել է մոտ 1.2 տրիլիոն դրամ, ինչը 2018-ի համեմատ շուրջ 770% աճ է, ոչ թե 171%։ Աշխատողների թիվը հասել է մոտ 48000-ի, ինչը կրկնապատկում է, բայց ոչ հնգապատկում։ Այսպիսով, ճիշտ է, ՊԵԿ-ի պաշտոնական տվյալները ցույց են տալիս ոլորտի էական աճ բոլոր հիմնական ցուցանիշներով, սակայն վարչապետի հրապարակային հայտարարության մեջ ներկայացված որոշ տոկոսային եւ հարաբերական հաշվարկները չեն համընկնում ՊԵԿ-ի տրամադրած վիճակագրության հետ։